բայց փոփոխություններ չի լինի։ Հայաստանը կկարողանա դուրս գալ այս աղետալի իրավիճակից։ Որոշ չափով այ համեմատական դադար կարող է լինել։ Որոշ չափով համեմատական դադար կարող։ Հայի երազանքները կարող են իրականանալ, ամառը ինչպիսի հող է նախապատրաստում։ Այո, հայի երազանքները կարող են իրականանալ, Յուպիտերը բարեկեցության մոլորակը մտնում է Խեցգետնի կենդանակերպ, մեր կարևոր տարածաշրջաններից մեկն է դա մեր 10-րդ տունն է գալիս, բարեկեցություն կարող է բերել Խեցգետինը, բայց մենք գիտենք, որ նաև մեր թշնամիները չէ, նրանք հաշվում են մասնակի միայն 4 հոգի Ալիևի անձնական հաշտարկներն են կատարում, նրանց մոտ էլ Յուպիտերը, երբ որ Խեցգետին է մտնում, նրանց լուսինն է ակտիվանում, իսկ երբ որ լուսինն է ակտիվանում, Ադրբեջանի կողմը իր ժողովրդին խոստանում է տարածքային նոր ձեռքբերումներ, եւ մեզ համար է լավ եւ ողջ երկրագնդի այդ ժողովրդի համար է բարենպաստ, մեր հայրենակիցները կարող են գալ մեր հայրենիք, Յուպիտերը դա բարեկեցություն է, Խեցգետինը հայրենիք, օջախ, ընտանիք, ես խորհուրդ եմ տալիս այն ընտանիքները, որոնք բազմազավակ չեն, ուղղակի այն երեխաները, որ կծնվել այս մեկ տարվա մեջ, նրանք հաջողակ մարդիկ կլինեն, ազգին պիտանի մարդիկ, նրանք հետո ղեկավարներ կլինեն, Խեցգետնում իրենց ազգում հարգանք կունենան, դա է գալիս հարգելի արեք, ինձ թվում է, որ Յուպիտերը ուղղակի թույլ չի տա, տիեզերական տենդենսները թույլ չեն տա արհավիրքներ տեղի ունենալ, համենայն դեպս ամառվա ամիսներին։ Իսկ քաղաքագետները հազանգում են, որ Հայաստանի սահմանների շուրջ պատերազմական փոթորիկ է բռնկվելու։ Չէ։ Չկա նման բան։ Չէ։ Շնորհակալություն հուսադրող մտքերի համար։ Դե եթե տեսնում եմ հարգելի արեք, ասում եմ, եթե չէ, ուրեմն չկա։ Կարող են sense տեղային թեթև բռնկումներ լինել, հենց մարս այդ Ուրան քառակուսին դա հունիսի կեսերի ընթացքում է, բայց ընդհանուր առմամբ հուսանք, որ ամառային ամիսները նորմալ են լինելու, Յուպիտերը կբերի բարեկեցություն։ Մի խոսքով բոլոր տեսանելի սցենարներում կա ելք Հայաստանի համար։ Այո, այս դեպի ավելի լույս, դեպի հանգիստ բարեկեցիկ կյանք տեսնում եք։ Այո։ Ամառը անվտանգ է։ Հուսանք, որ անվտանգ է, այո, մարսը առուծից արդեն դուրս է գալիս, վտանգավոր այդ մի քանի օրն են հունիսի 16-ից 19-ի մոտակայքը։ Հասել է ժամանակը